Բարև։ Ընտրեմ։ Զրույցը սկսենք այս թեմայից։ Հերթական ռմբակոծություններն են զուգահեռ, Իրան, Միացյալ Նահանգներ, Թրամփը սպառնում է, որ էլ ավելի է սաստկացնելու հարվածները, Իրանը սպառնում է, որ տարածաշրջանում հարվածելու է ամերիկյան բոլոր ենթակառուցվածքներին, խնդրեմ։ Իրավիճակը մյուս կողմից բարդացել է, բայց իրականում ես կասեի պարզեցվել։ Պարզեցվել է այն առումով, որ արդեն այդպես ասած հուշագրից կամ պայմանավորվածություններից դուրս գալու մասին հայտարարել է Իրանը, ոչ թե ԱՄՆ-ը։ Իրանի արտգործնախարարի տեղակալ պարոն Քազեմ Հարիբաբադի փաստեց, որ ԱՄՆ-ն է խախտել բոլոր պայմանավորվածությունները եւ ԱՄՆ-ն պատասխանատվությունը կրում, որ որևէ մի կետ այդ 14 կետանոց ուրեմն հուշագրից չի իրականանում։ Ռմբակոծությունները իհարկե հրթիռային հարվածները փոխադարձ շարունակվում են, շարունակվել են նաև այս գիշերը։ Սպասվում է, որ կշարունակի եւս եւ այսօր գիշերը եւ վաղը։ Հիմա ավելի շատ կասեի, որ վիճելի թեման է դարել ոչ թե դեպի ուր են գնալու երկու երկրներ, դեպի որ կետ են հասնելու, այլ մարդիկ փորձում են կրահել, ասենք կանխատեսել, թե այդ պատերազմի հիմիկվա փուլը ինչքան երկար կարող թևի ու երբ կարող է լինի ինչ որ մի եւս մի ձևի զինադադար կամ ասենք ինչ որ ընդհատում ռազմական գործողություններում, որովհետև Իրանի կողմը արդեն բացահայտ ասում է, մենք կգնանք մինչև վերջ։ Հենց երեք դա հայտարարեցին եւ Իրանի այդպես ասած բարեփոխիչների թևը, հա, եւ Իրանի ամենածայրահեղ տրամադրված թևը, որոնց բացահայտ ներկայացուցիչներ են դա Իրանի բանակի սպայակազմը եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայակազմ։ Եկեք բայց ճիշտը հասկանանք։ Հանելով Իրանի այսօրվա նախագահ Փեզեշքյանին, չհաշվելով այդ մարդու, այսօրվա Իրանի գրեթե 100%-անոց հեկավարության կազմը դա հենց ծայրահեղ քաղաքական գործիչների, ռազմական գործիչների թևն է։ Ու ահա ես շատ եմ հավատում, ես գեր հավատում եմ իրենց խոսքերին, որովհետև տեսեք, նույնիսկ խորհրդարանի խոսնակ Հալիբաֆը դա նախկինում պահապանների կորպուսի զինծառայողը։ Տեսեք, այսօրվա գերագույն առաջնորդի խորհրդատուներից 90%-ը եւս այդ կորպուսի զինծառայողներն են։ Բավական է նշել կորպուսի նախկին հրամանատարների անունները. գեներալ-մայոր Սեֆավի, գեներալ-մայոր Մոխսեն Ռեզայի եւ այլը, կարանք թվարկենք, այդ թվարկման ցուցակը բավական երկար է, ովքեր էին անցել այդպես ասած այատալլայի գվարդիայի շարքերը։ Այսօր նրանք ակտիվ քաղաքական գործիչներն են։ Այսօրվա պաշտպանության նախարար Ախմադ Վահեդի
Եվ այլ, ես կարամ շարունակեմ անվերջ։ Բայց ինձ չի թվում, որ մեր ընկերները շատ բան կհասկանան, եթե ես թվարկեմ բոլոր իրանացիների, իրանական ասենք գործիչների, ռազմական լինի, քաղաքական լինի, իրենց բոլոր անունները ձեզ ինչ են ասում, ոչ մի բան։ Դա ինձ ասում են ամեն մեկի իր անունը, ինչով աչքի ընկել, ինչը պահանջել ընթացքում, ինչպիսի կարգախոսներով հանդես եկել։ Համենայն դեպս ամբողջությամբ Իրանում հնչում է գլխավոր կարգախոս, ով մեղավորը Ալի Խամենեիի սպանության մեջ նախորդ զոհված գերագույն առաջնորդի եւ իր ընտանիքի սպանության մեջ նրանք բոլորը պիտի պատժվեն ու խորհրդավորումների ժամանակ ինչպես Իրանում այնպես էլ հարևան Իրաքում բոլոր շիաները պահանջել են վրեժխնդիր լուծել սպանվածների դիմաց այդ թվում այդ Մինապ քաղաքի այդ աղջիկների դպրոցի բոլոր են զոհված երեխեքի համար 167 եթե չեմ սխալվում աղջիկ երեխա սպանվել է ու անունները նշվում են ովքեր են մեղավոր բացի ասենք Ամերիկայի նախագահ Տրամպի անունից այնտեղ լիքը անուններ են նշված խոսքի ասենք այսօր Պենտագոնի ղեկավար այդ Պիտ Հեքսետի անունը կա մեջ այդ Իսրայելի վարչապետ Նետանյախուի անունը կա մեջ մի խոսքով մարդիկ պահանջում են ընդ որում դա պահանջը հենց Իրանի ազգի շիա համայնքի պահանջը որպեսզի անավարտ այդ գործը չի թողնվի հանկարծ բացի դրանից տեսեք ինչ է տեղի ունեցել խորհրդավորումների ժամանակ որոշակի զանգվածները նույնիսկ մեղադրել են այդ բանակցող խմբի անդամներին որ նրանք դավաճան են նրանք չպիտի բանակցեն Ամերիկայի հետ հակառակը նրանք պիտի միանան ուրեմն զանգվածներին ու պահանջեն որ այդ մարդիկ դե սպանվեն այդպես ասենք այդ պատճառով նույնիսկ վիճելի հարց կամ ասենք քննարկման հարց դարել էր վերջերս տեղի ունեցած հանկարծամախ վախճանը այդ ամերիկյան սենատոր կար Լինսի Գրեմի այստեղ պարզեց շատ մանրուքներ որոնք ուզած ստվեր են գցում այդ մահվան պաշտոնական բացատրության վրա պաշտոնական բացատրությունը իբր թե սրտի անոթները քայքայվել են դրա համար հանկարծամախ եղավ այդ մարդը բայց ուրիշ դիտորդները, ուրիշ փորձագետները շատ օրինաչափ հարց են տալի եթե դա այդ ձևի է մահ եղել ապա ինչու ուզում եք փակ դագաղում ասենք իրան թաղել բացահայտ ինչ որ է եղանակով թաղում կազմակերպեք այստեղ շատ ու շատ մշշոտ մի պատմություն որովհետև այդ Լինսի Գրեմը եղել էր մահվան առաջ Կիևում Կիևից իբր թե վերադառնալու չամփին մահացել է շատ հարցեր են ստեղ ցակում մենք իհարկե չենք սկսի նվիրել մեր ելույթը այսօրվա մեր եթերը զուտ Լինսի Գրեմի սպանության կամ մահվան ինչ որ ասենք քննարկման համար ոչ բայց կոնկրետ այդ մարդու վախճանը բավական խորհրդանշական է դա նախ եւ առաջ Ամերիկայի ամենաիրանացած եւ ամենառուսացած գործիչներից մեկն է եղել նա միշտ
կողմը հանդես եկել, որ տարբեր կարգի նոր ու նոր նորագույն պատժամիջոցներ կիրառվեն Իրանի եւ Ռուսաստանի դեմ։ Եվ մենք բռնեցրել ենք շատ հետաքրքիր նորբություն։ Հենց այդ ֆոնի վրա Իրանից հայտարարել են, որ պատրաստվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Տեհրան։ Իհարկե դեռևս մեզ չեն հայտնել, երբ դա տեղի ունենալու։ Իհարկե մեզ չեն հայտնել նաև սպասվող բանակցությունների օրակարգային թեմաներ հարցեր, սակայն մենք հասկանում ենք, որ դա փոխկապված է Ամերիկայի քաղաքականության հետ։ Քանի որ Ամերիկայի քաղաքականության, ասենք, կենտրոնում պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի եւ Իրանի դեմ, երևի շատերն են իմանում, որ Տրամպը ընդունեց ինչ-որ մի փաթեթները եւ Ռուսաստանի դեմ այդ պատժամիջոցները կիրառելով եւ Իրանի դեմ։ Կամա թե ակամա պետք է նաեւ հանդրադարձ կատարենք վերջերս Անկարայում տեղի ունեցած նատոյական գագաթնաժողովին։ Ռուս փորձագետների գնահատմամբ Անկարայում Տրամպը կորզել է Էրդողանից համաձայնություն մասնակցել, մասնակից դառնալ եւ Ռուսաստանի դեմ պատերազմի Ուկրաինայում եւ Իրանի դեմ տարվող պատերազմում։ Ես չգիտեմ ինչքան կոպիտ ասած դա ձեռնտու է Թուրքերին եւ Թուրքիային, բայց դա իհարկե շրջադարձային որոշումները, եթե այդ որոշումները սկսեն իրականանալ։ Եկեք համաձայնվենք, եթե Իրանը, այդպես ասած, մի անձնյա, մի այնակ, որտեղ Իրանի տարածքում չկա օտար երկրյա զորքեր, ինչպես դա կա Ուկրաինայում։ Իրանը իր սեփական ուժերով անընդհատ հետ է մղում ցանկացած լինի դա Իսրայելի, լինի դա ԱՄՆ-ի հարձակումը։ Ու նույնիսկ մենք տեսնում ենք հակագրողումը։ Ու դա նույնիսկ նատոյականները շատ բարձր են գնահատում։ Նույն Տրամպը վերջերս երեք խոստովանեց, որ նա չի սպասել, որ Իրանը այդքան ուժեղ երկիր է։ Ու համեմատությունը զուտ ամերիկյան տարբերակով անցկացրել։ Ասում է, վայ, ինչ ուժեղ են, ինչքան փորձառու են, ինչքան հմուտ բոքսորներ են իրանացիք։ Արդեն ասում մտածում ես, որ սպանել ես Իրան, պարկեցրել ես, բայց նա վերակենում ու ասում հարվածում է, ուժկու հարվածում է։ Դե ինձ կներեք, միթե մենք իրավունք չունենք մտածել, որ Լավրովի նախատեսվող այցը Տեհրան նվիրված է լինելու հենց այդ թեմային։ Այսինքն, դե քանի որ երկուսն ենք ամերիկյան քաղաքականության տիրախ, քանի որ երկուսն ենք ենթարկվում ամերիկյան պատժիչ, ինչ են ասում, գործողություն կարանք ասենք պատժամիջոցներին, սանկցիաներին, ապա եկեք լրիվ միավորվենք։ Թվալ դեպքում դա խոսքը գնում արդեն ինչի մասին։ Կարճ հիշեցնում եմ, դերևս 2015 թվականին, չեմ սխալվում մարտ ամսին, երբ որ Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության հովանու ներքո անցկացվում էր միջազգային խոշոր գագաթնաժողով ֆորում կոչվածը, որը նվիրված է եղել անվտանգության հարցերին, Իրանը հանդես է եկել մի հետաքրքիր առաջարկությամբ կամ նախաձեռնությամբ։ Նա առաջարկեց, որ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հակաօդային, հակահրթիռային համակարգերը
միավորված լինեն նույն համակարգի մեջ։ Այդ առաջարկությունը 2015 թվականին որպես գնահատական տվել են արևմտյան փորձագետները, ոչ թե մենք ենք տվել, կամ ուրիշ մեկը տվել։ Դա եղել է Իրանի կոչը ստեղծել ռազմական եւ ռազմաքաղաքական դաշինք ԱՄՆ-ի կամ ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի դեմ ուղղված։ Ինչու՞, որովհետև ումից պետք է սպասես հարձակում եւ փորձես միավորել տվյալ նշված երկրների հակաօդային ուժերի համակարգերը, միայն ՆԱՏՕ-ի դեմ, միայն ԱՄՆ-ի դեմ։ Էլ ուրիշ որ մեկը հարձակվել խոսքի Չինաստանի վրա կամ Ռուսաստանի վրա։ Բնականաբար ոչ ոք։ 2015 թվականին իհարկե այդ առաջարկությունը ես կասեի սառեցվել է Հնդկաստանի դիրքորոշման պատճառով։ Դրա համար հիմա մենք հավանական ենք համարում, որ փորձ կատարվի միավորել միայն Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի նմանատիպ կամ ասենք համապատասխան ռազմական կամ ռազմականացված ուրեմն կառույցների ջանքերը։ Բնականաբար նման թեմա քննարկելու համար պետք է կայանան բավական բարձր մակարդակով բանակցություններ այդ երկրների միջև։ Ու այդ բանակցությունների նախատեսվող մթնոլորտը թելադրված է հենց Անկարայում կայացած նատոյականների գագաթնաժողովի, ասենք, նախնական կամ արդեն վերջնական որոշումներով։ Դրանով պիտի առաջնորդվեն եւ Ռուսաստանը, եւ Չինաստանը, եւ Իրանը, որ իրենց աչքի առաջ վարկյանապես Թուրքիան վերանում է որպես Թուրքիա ու դառնում են նատոյական կամ ամերիկյան ռազմաքաղաքական ծրագրերի կիրառող կամ ասենք օգտագործվող կամ ինքնը պիտի օգտագործվի որպես երկիր կամ որպես պլացդարմ ռազմական։ Դե եկեք աչքերը չփակենք, հա։ Ինչպես Իրանի դեմ մղվող պատերազմը դա սպառնալիք է հայերի համար, հա, այնպես էլ Թուրքիային օգտագործումը Վաշինգտոնի կողմից լինի, ուրիշ երկրների կողմից լինի, դա ևս սպառնալիք է նախ եւ առաջ հայերի համար։ Ալիևի հայտարարությունների կուզեմ անդրադառնալ Ուկրաինայի հետ կապված, սա ինչ հարված է Ռուսաստան կամ արդյոք հարված է թե ոչ Ռուսաստանը կուլ կտա սա վերջնականապես թե ոչ, եւ նաեւ ինչպես էր Ալիևը բողոքում, որ Մինսկի խումբը իրականում ինչպես է ճնշել իրեն ժամանակին։ Խնդրեմ։ Ալիևը բողոքումը այն պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահները իրականում կիրառել են ինչ որ մի կարգի, ես չեմ ուզում ասել, որ նրանք ճնշել են Բաքվին, չէ, նրանք Բաքվին չեն ճնշել իրականում, բայց ինչ որ մի կարգի ճնշում, այո, գործադրել են բաքվեցիքների դեմ, ու նույնիսկ համոզում էին Ալիևին, որպեսզի իրոք չանաչվի Արցախի հանրապետության անկախությունը։ 2016 թվականին նման խոստովանություն արեց հենց ինքը Իլհամ Ալիևը։ Ու դա իմիջայլոց, դա լրիվ քանդում է Փաշինյանների եւ Փաշինյանականների պնդումները, թե իբր թե Արցախը ի սկզբանե եղել է հանձնված թուրքերին։ Այդ դուք եք հանձնել, տականքներ։ Դուք, քանի որ դուք հայ չեք, թուրք եք։ Դուք թուրքի լրտես եք, գործակալներ եք ստեղ Երևանում։ Եվ դուք հանձնել եք,
Հիմա փորձում եք Սյունիքը հանձնել։ Դրա համար այդ ամերիկյան ինժեներները եկել են այդտեղ ֆրֆրացել են, յանի տարածք են ուսումնասիրում։ Ինչ տարածք են ուսումնասիրում։ Որ մի հայը իր ձերով բերի տշնամու հայկական հողը ուսումնասիրելու համար ահա թե ինչու մենք հասկանում ենք, որ Ալիևը կարող է այսօր նույնիսկ այսօր բողոքի, որ ժամանակին, այսինքն 10 տարի առաջ Մինսկի խմբի ուրեմն երանախագահությունը ինչ որ մի կարգի ճնշում է գործադրում, փորձելով համոզել Ալիևին, որ ճանաչի Արցախի անկախությունը եւ դրանով իսկ պատերազմը կավարտվի։ Դա ճիշտ է։ Թե ուրիշ բան թե Ալիևը կողքին ինչ է հայտարարում։ Թե ուրիշ բան թե ինչը կատարվում է ընդհանրապես։ Օրինակ Ադեսայի ջրերում, Ադեսա նավահանգստի ուրեմն ջրերում վերջերս 2 օր առաջ ռմբակոծվել է ինչ որ մի թուրքական նավ, լավ լսեք, թուրքական նավ, բայց Բաքվի անձնակազմով։ Ու ընդ որում այդ նավի ուրեմն այդ նավապետը Բաքվի քաղաքացի է եւ նա անհետացել այդ ռմբակոծություններից հետո։ Առայժմ մենք դա համարում ենք հետաքրքիր նրբություն։ Մենք չենք իմանում դա այդ գործը ինչին է վերանալու։ Բայց դա արդյոք միթե դա պատրվակ չի, որպեսզի բացահայտ մղել Թուրքիային եւ Բաքվին հակառուսական եւ հակաիրանական պատերազմին։ Մղում են, դրդում։ Ինչպես օրինակ տեսեք ինչ է տեղի ունեցել։ Ես մի քիչ առաջ արդեն հիշատակել եմ այդ սենատոր Լինսի Գրեմի անակնկալ կամ վաղաժամ ինչ որ ասենք վաղճանը Կիև գնալուց հետո բա իսլամական պահապանների կորպուսի զինծառայողները գիտեք ինչ են ասել։ Սպանությունը կատարված է իսրայելական Մոսադ հատուկ ծառայության կողմից։ Այդ քայլով Նետանյախուն ուզում էր դրդել Տրամպին, որպեսզի Տրամպը շարունակի պատերազմը Իրանի դեմ։ Ամենահետաքրքիրը, որ այս անգամ Իրանի տվյալ դեպքում կորպուսի զինծառայողների վարկածը աջակցություն ստացավ Մոսկվայից։ Ես չեմ ասում, որ ստացել է այդ աջակցությունը խոսքի հենց Պուտինի կողմից կամ ասենք Կրեմլի կողմից, Պուտինի մամլուք արտուղար ասենք Պեսկովի կողմից, ոչ, բայց ոչ պակաս կարևոր օղակից, ոչ պակաս։ Զուտ նույն մեղադրանք առաջադրեց Իսրայելի դեմ, իսրայելական հատուկ ծառայությունների դեմ, Մոսկվայում ապրող աշխատող իրան տենց են անվանում տեսաբան եւ փիլիսոփա Ոմն Ալեքսանդր Դուգինը։ Այդ նույն Դուգինը ում աղջիկա ուկրաինական հատուկ ծառայությունը սպանել են։ Նա լրիվ պաշտպանեց հավանական համարեց իրանական տեսակետը կամ վարկածը այդ Լինսի Գրեմի վաղճանի մասին։ Ինքն էլ էր կրկնել ասում, իրանացիք դա չեն իրականացրել։ Դա ավելի ճիշտ ասում, ավելի հավանական է ենթադրել է, որ դա Իսրայելի Մոսադի արարքն է, որպեսզի տարածաշրջանը, մեր տարածաշրջանը բնականաբար, շարունակի ապրել անկայունության շրջան։
ու տարածաշրջան այդպես ասած միշտ ղղի լինի խոշոր պատերազմով։ Ահա թե ինչ է կատարվում կոնկրետ Իրանի շուրջ։ Ու էդի մենք առայժմ ոնց են ասեն քննարկում ենք միայն տեսանելի մակերեսային հարցերը։ Բա խորքում այնքան հարցեր են թաքնված։ Օրինակ Իրանը եւ Իրանի դաշնակիցները, այսինքն Մերձավոր Արևելքի շիական շրջանակները, հայտարարեցին, որ եթե դա շարունակվի եւս մի շաբաթ, ապա Եմենի ուրեմն խութիների, այսինքն շիաների շարժումը անսարալախ կփակի նաեւ ոչ պակաս կարևոր Բաբ էլ-Մանդեբի նեհուցը։ Ու կստացվի մի հետաքրքիր պատկեր։ Հյուսիսում Իրանը փակել է Հորմուզի նեհուց, միջազգային, այդպես կոչված, հաղորդակցական միջանցք։ Հասկանում եք ես ինչ եմ ակնարկում եւ ասում։ Դա միջանցք է, ճանապարհային միջանցք։ Հա, ջրային, բայց միջանցք։ Դեպի նավթի հանքերը։ Նույն քայլին սպառնում է դիմել նաև խութիների շարժումը, բայց հարավում։ Բաբ էլ-Մանդեբը փակում ես, նավերը չեն կարող հասնեն Սուեցի նեղուցով, միջերկրական ծով, մինչև Արևմտյան Եվրոպ։ Որպեսզի հասնես հիմա եվրոպական նավահանգիստները, դու պիտի շրջանցես ամբողջ Աֆրիկա հարավից։ Քանի օրով երկարացվելու է, այսինքն վարելիքի էներգակիրների հասցնումը դեպի արևմտյան շկաները։ Իրևի շատ զգալի։ Ու այդ ֆոնի վրա մենք տեսնում ենք դիտարկում նաև չինական, այդպես ասենք, չինական կողմից հնչող սպառնալիքը փակել նաև արևմուտքի համար եւս մի միջանցք միջազգային ջրային Մալաքայի նեղուց։ Ու իզուր տեղը չէ, որ շատ ու շատ հիմա փորձագետներ, նույնիսկ ես չէի ասի կմծիծաղով, բայց կատակելով գոնե, նշում են, որ բայց տվյալ դեպքում նույն Իրանին միջուկային զենքը պետք չի։ Իր միջուկային զենքայի, այդպես ասած, երյակը տրիադան, դա ջրային տարածքների վերահսկում, խիստ կոշտ վերահսկում, ինչ որ կատարվում է հենց հիմա, բոլոր կարգի նավերը, բոլոր կարգի նավարկությունը եւ Հորմուզի նեղուցում եւ Պարսից ծոցում դատարեցված են։ Իհարկե բացի այն նավերից, որոնք պատկանում են Իրանի դաշնակիցներին։ Տշնամական երկրների կամ այդպես ասած չիեզոք երկրների նավերը վախենում են դուրս գալցով։ Վախենում են նավարկել այդ ջրավազաններում։ Ու մենք ուզած չուզած բերում ենք, ես նույն այս տաղավարից, դերևս անցյալ տարի 2025 թվին, ուշադրություն եմ բևեռացրել բոլոր ընկերների այն փաստի վրա, որ Իրանի գեներալ-մայոր Եհյա Ռահիմ Սաֆավի հռչակեց մենք աշխարհ երկրագունդ
մտնում ենք նոր ռազմավարական ժամանակաշրջան, երբ ցանկացած պատերազմը վերանում է միջանցքների պատերազմի։ Տես ինչքան ես կարամ ասեմ, որ հերատես մարդ էր։ Իրոք, այսօրվա բոլոր պատերազմները դա միջանցքների պատերազմ։ Ու կամա թե ակամա մենք հիշում ենք, որ տեսնես պատահաբար Անկարա ու Բաքու էլ չեն ասում մենք մասնակից ենք Տրամպի տրիպի ուրեմն նախագծին, չէ, նրանք վերադարձել են այդ ասույթին Զանգեզուրյան միջանցք։ Ժողովուրդ ջան, լսողներ ջան, ունկնդիրներ ջան, ոչ պակաս կարևոր են այդ միջանցքները, որոնց շուրջ հիմա գնում է պայքար թեժ, այսինքն Հորմուզի նեղուց, Պարսից ծոց, Բաբել-Մանդեբի նեղուց, հետագայում, ասենք, ենթադրվող Մալակայի նեղուց, որոնք դառնում են բավական կարևոր, այսինքն օղակներ նույն ԱՄՆ-ի համար, Արևմտյան Եվրոպայի համար, նույն Թուրքիայի համար, վերջո։ Ու դա մեզ հուշում է մի բան, պատկերացրեք, որ Շունյաց մարզի համար կլինի ոչ պակաս թեժ պայքար։ Ու դրա համար եւս արժե ինչ-որ անձնահատուկ ուշադրություն դարձնել արդեն իսկ հայտարարված, անոնսարած Լավրովի այցի դեպի Տեհրան։ Եվ բնականաբար Տեհրանում այն բանակցություններին, որոնք պետք է որ տեղի ունենան։ Օրերս արդեն հիշատակված նախագահ Փեզեշքյանը Տեհրանում, երբ հանդիպում է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ցիվիլովի հետ, այդ հարցը քննարկել է, որ Իրանը պատրաստ է լայնածավալ խորացնել երկկողմանի ռազմավարական դաշնագրի բոլոր այն կետերը, որոնք վերաբերում են եւ խորհրդակցությունների, եւ տարածաշրջանի անվտանգության, եւ այլն եւ այլն։ Հիմա ես չեմ ուզում ամբողջ զրույցը նվիրեմ դրան, որ սկսեմ թվարկել, թե Ռուսաստանը ու Իրանը երկկողմանի մակարդակով ինչ կետեր են համաձայնեցրել եւ ստորագրել եւ վերացրել, որոնք անցյալ տարվանից ուժի մեջ են։ Անցյալ տարվանից։ Բայց հիմա Իրանը պրակտիկորեն պահանջում է, որ ինքը եւ Ռուսաստանը ավելի խորացնեն արդեն ձեռք բերած պայմանավորվածություններ եւ նույն ռազմավարական դաշնագրի կետեր, կարևորագույն կետեր։ Այդ կետերից որոնք են այնտեղ հիշատակում խոսք է կոնկրետ Հայաստանի տարածք կամ Սյունիքի մարզ, դա մի քիչ դժվար է կողմնորոշել, սակայն դա ենթատեքստային առումով ենթադրվում է առնվազն 10, եթե չեմ սխալվում 20 քանի կետը այդ դաշնագիր պարունակում առնվազն 5-ից 6 կետերում կա խոսույթը, որը իրականում նշանակում է, որ Իրանը եւ Ռուսաստանը քննարկում են հայկական տարածքի օգտագործում իրենց միջազգային տրանսպորտային միջանցքի համար եւս միջանցք։ Տեսեք, եւս մի միջանցք։ Հյուսիս հարավ։ Եվս ամենին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը վերջերս խոսեց Տիգրան Աշենի Արցախի մասին։ Խնդրեմ։ Դե ինչ ասեմ, նա հերթական անգամ փորձ է անում մոլորեցնել մեր հասարակությունը, աշխարհի հայությունը, ասելիս, որ իբր թե մեկը մյուսի փոխադարձ է, ոչ, մեկը մյուսի փոխադարձ չէր։
անկլավային թեման իր մոտ զուտ թուրքական մեկնաբանություն է։ Ժամանակին, այսինքն դեր Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ, դա եղել էր խոսույթ, նման խոսույթ եղել էր մեր հասարակության շրջանակներում, որ դե Արցախ ենք ազատագրել, լավ, Արցախը թող մնա ինչ-որ մի ավելի հարմար ժամանակ։ Հիմա դու ինչ, հայկական ազատագրված Արցախ ունես, որ սկսում ես խոսել Տիգրանաշենից կամ նույն Արցախաշենից։ Չունես, հանձնել ես, ծախել ես։ Չգիտես ուր են այդ փողերը, կներեք ինձ են։ Այդ փողերից վաղտին խոսացել է Սամվել Բաբայան կոչվածը, որ 5 միլիարդ դոլար են առաջարկում։ Ով գիտի, ոնց գիտի, չգիտեմ ինչ գիտի, բայց մարդիկ դա հնչեցրել են, բաց է եթերներում արա։ Այդ 5 միլիարդ կերել եք, ջեբեր եք կոխել։ Թե գուցե հավաքեք նորից այդ 5 միլիարդը, գումարեք ևս մի 5 միլիարդ ու առնեք այդ հողերը, որպեսզի հիմա խոսեք Տիգրանաշեն Արցախաշենի մասին, անկլավային թեմայով, որ մեկը, որ մյուսի, ասենք, փոխարենա, ուր է գնացել։ Բա հանձնված հողատարածքները Սյունիքում, Սևլիչ, Շուրնուղ գյուղի շրջակայքը, Էդի այն դեպքում, որ Սևլիչի 70 տարածքի էլի աշխարհագրական 70%-ը քեզ նույնիսկ սովետական Հայաստանի քարտեզով է պատկանել։ Էդի այն դեպքում, որ Շուրնուղ գյուղը եղել է հայկական ՀՍՂ-ի սահմաններում, ըստ սովետի սահմանադրությանը։ Այս չենք էլ խոսում Շամշադինում, ասենք, միջև, ինչ են ասում այդ, Ոսկեպար գյուղը հանձնված հողերը։ Այդ ինչ մի տականք պետք է լինի, որ փորձ է մեզ ասի, որ դե ես չգիտեմ ինչ որ մեկը եղել է այդ ոսկեպար, ասենք գյուղի, ասենք տարածքներում։ Հա, վախտին կողքը կա ինչ որ մի թուրքական, թուրքաբնակ, ոչ թե թուրքական, թուրքաբնակ գյուղիկը, որը սովետի քարտեզում նշված է եղել, սովետի քարտեզում։ Աշաղը ասկիպարա։ Այդ ինչ կազոլ պիտի լինի այդ մարդը, որ չի ջոկե որ ասկիպարա, դա թուրքերենի հնչեցումը հենց ոսկեպար գյուղի անունը։ Այսինքն մի եսիմ ինչ դարեր ասենք առաջ, այդ ոսկեպարը բաժանվում էր երկու մասի, մեկը հայաբնակ, մեկը թուրքաբնակ, բայց դա նույն ոսկեպարի մասնիկն է։ Ու այսօր որով ինչ որ մի կազոլը պիտի ապացուցի, որ դա թուրքական է։ Բա նախկինում հայկական գյուղեր եւ հողեր չեն եղել Նախճիվանի տարածքում։ Դա հինչ այն բանը սադարակ կոչված, դա արդեն հայկական է։ Այն երկաթգծային բանը էլի կանգար սադարակ։ Ձնաբերդ գյուղը կիսալերնական այդպես ասած էլի
Էդ էլ է եղել հայկական։ Հիմա դուք դա ճանաչում եք, ասենք հրճակում եք թուրքական։ Ստեղ հարցերը զուտ թուրքերի օրակարգ տելադրելու հայությանը դրանով են բացատրվում ու դրանով առաջնորդվում են մեր թշնամիները, ինչքան ներքին թշնամիներ, այնքան էլ դրսի թշնամիներ։ Մենք, որ ամփոփ ենք մեր, այդպես ասած, այսօրվա քննարկումը, մենք պետք է հետևյալ բան ասենք։ Թուրքական օրակարգը մեզ չպիտի պարտադրվի։ Իսկ պարտադրողը պիտի հռչակվի հրապարակավ թուրք։ Նույնիսկ ոչ դավաչան է, թուրք։ Եթե հայությունը տենց սիրում է և ցանկանում է հեկավարվել թուրքերի կողմից, խնդրեմ, ինչու եք ստեղ ապրում, գնացեք, գաղթեք դեպի Թուրքիա, ընդեղ ապրեք, ընդեղ էլ հեկավարվեք թուրքերի կողմից։ Շատ լավ, բարգավաճ կապրեք, բայց վերջնական հարվածը պետք է լինի այնուամենայնիվ մեր հայության ազգային շահերից բխող քայլ։ Ու մենք հասկանում ենք, որ երբ որ Թուրքիան դառնում է նատոյական գործիք, միաժամանակ եւ Իրանի եւ Ռուսաստանի դեմ, ուրեմն այս Թուրքիայի հետ բարելավել հարաբերությունները եւ բացել սահմանը հեչ էլ պետք չի։ Մտածեք խոր, մինչև որ գաք ճիշտ եզրակացությանը։ Այսքանը։